Արի, արի պիսոջը, արի, ան, արի, ան, կե, արի, պիս, բախեցավ, պիս, արի, կե իմ աղջիկ, բաղութը պակ սիստեմը, էգատ չէ էլի, հաջելի չէ էլի, ցանկացած մարդու համար, նույնիսկ կենտանունով փագում ես, ինքը կուզա ազատվի։ Հենց տեսնելով թող մարդիկ բանն որ պետք չէ կաղուտ։ Թող ազատ կյանքը վայելեն, հանցագործում տանապես թող չի անի։ Գոր Խաչանյանը 2018 թվականին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, 2 անձի սպանության համար։ Այժմ պատիժը կրում է արդի քրեակատարողական հիմնարկում։ Երկաթյակ կա իմ գործերի մեջ, մոտ 10 տարի համայր է 10 տարի ինչ գտնում եմ արդի քրեակատարողական հիմնարկությունում, առաջի անգամ չեմ իմ երկրորդ հատվածությունն է, առաջի անգամ դատապարտվել եմ խուլիգանության համար, նստել եմ Գոր քրեակատարողական հիմնարկում, առաջի կալանքիս ու այս երկրորդ կալանքի արանքը 16-17 տարի անցել է։ Մեկ դժբախտություն էր, մեկ փորձանք էր, ընեն չոր ես ենք ամեղ եմ, չէ, ես իմ փայ մեղավորության չափ ունիմ, բայց դե էդ աշճան չէր էլի նախատեսված իմ սենք կալանքսոր ես ծև դադել ես ենք Սերժի վաղտը դե պարզ էլի տիրով ինտերնետ տարին վաղտ անդրին կելը ես իմ արարքի համար ճիշտ է զեղչացել եմ ձգտում եմ հասնում իմ ընտանիքից համ իմ տարիքս 51 տարեկան եմ համայրա համ իմ նստակյացությունս երեխեքս են մեծնում արդեն կոբիտ ասած թոշակի վախն է կուզեմ որ բոլորն է ազատվին նմանատիպ տեղեր չգնին ազատ կյանքը վայելեն թեգուս փորհացի մարդի ազատ կյանքը վայելը Գորը քրեակատարողական հիմնարկում զբաղված է, շինարարություն է անում և բարեկարգում տարածքը։ Բանաստեղծությունների ժողովածուում հրապարակվել են նրա ստեղծագործությունները, իսկ առաջիկայում պատրաստվում է վեպ գրել քրեական իրական պատմությունների հիման վրա։ Հիմա ներկա պահից աշխատում եմ տնտեսմասի գծով շինարարական գործերի մեջ ռեմոնտ է, համ մեր օրն է անցնում, համ առողջ ենք, համ հարգանք պատիվը, համ գումարը, ինչու՞ չէ, գումարն է նաև, ամեն բարի դրատիական տեսանկյուններով աշխատանքը մեզի բարձրացնում է։ Նույնիսկ առաջներում այդ հոգեբանությունը արմադակալել էր, շատերը չէին նախընտրել աշխատել, բայց հիմի գրեթե 80-90%-ը ձգտում որ աշխատի։ Դե 10%-ն է հներն են, շատ հներս, սպեսած տարիքներն է առած արդեն այդ կյանքի բովով յանք անցել նորամտություն չկա էլի յանց կյանքում, էլ տեսնելու բան չունին, բայց նոր սերունդը, նոր բռնվածները, նոր էս շրջանը, արդեն մարդիկ ձգտում են աշխատելու, վերասոցիալացվել են, համակերպվել ենք, բանաստեղծություններ եմ գրում, դպրոց եմ գնում, սովորում եմ, կյանքի առօրյան անցնում եմ, մի խոսքով աշխատանքով, գրելով, զբաղմունքով վերասոցիալացվել մենք մեր զբաղմունքը ունենք։ Ունեմ հրաշք բալիկներ, աշխատավարձս ամեն ամիս ստաբիլնի 50-ից 60 հազար ուղարկում եմ ընտանիքիս, տուն երեխեքիս, կնոջս, մնացած 10-15 հազար դրամն է, ես հոգում եմ իմ անձնական կարիքները, սիգարետ է, սուրճ է, պիսոկ է, ռեգուլյարնի ես ամեն ամիս, արդեն մոտ 6 տարի է գրանցված ես աշխատող եմ, 75 հազար դրամ է աշխատավարձ եմ ստանում, 60 հազար, 55 հազար ստաբիլնի ուղարկում եմ ես։ Դրա այդ մեկտեղ է բանաստեղծություններ եմ գրում։ Չանցնես անցորդ անտարբեր, գերեզմանից մոտ կանգնիր, ու մտովին դու լռին, քո ոչ կյանքը վերլուծիր։ Անցողի գա այս ամենը, բարի գործն է միշտ ամա, արարելով լավն ու բարին, հոգիդ հանգիստ կունենա։ Լոր կարդալով այս տողերը, բարի խոսքդ ինձ ասա, ու բարության հովի ներքո խաղաղ ճամփա դու գնա։ Առայժմ առաջինն է տպագրվել, Տուֆաշեն Արգամ Ապրիկյանն է տպագրել, Տուֆաշեն Կանզանի գրքի մեջ եմ, երրորդ գրքի մեջ եմ։ Հիմա ուզում եմ կրիմինալնի վեբեր գրեմ, այսինքն կատարված գործողությունները կատարվել է հանցագործությունները, գործող անձերը անվանափոխված ու որոշ դրվագներ վերափոխված։